Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սպասում ենք, որ վերջապես ողջամտություն կունենան, իրանք կհասկանան, որ իրանց գոնե այս անգամվա խոստումը, որ իրանք տվել են, գոնե իրանց խոստումին տեր կկանգնեն։ Իրանք մեզի երաշխավորել են, որ մենք այսօր մեր ուզած մարդկանց հետ հանդիպել են, երաշխավորել են։ Հետո գոնե բարի լինեն, հիմա այս անգամ իրանց խոստումը կատարեն։ Գոնե այս մի որն է, որ հենց անձամբ ԳՇՊ-ը չի ցանկանում հանդիպել։ ԳՇՊ-ը երբ է ցանկանում հանդիպի, որ մենք հենց կավաղ ԳՇՊ-ին չենք տեսել։ Մեր ասելիքի ինչ ունեք ԳՇՊ-ին։ ԳՇՊ-ին շատ բան, շատ։ Օրինակ մի հատ բերեմ, օրինակ։ Դուք լավ կհիշեք են ջերմուկի դեպքերը, որ պետք է կարային 200, սոված, չէ 200 հոգու կարային իրանք գերեվարային, կար այդ հնարավորությունը, ճիշտ է, պատերազմը ճիշտ է ավարտվել էր, բայց նրանք մտել էին մեր սուվերեն տարածք, ճիշտ է, կարային իրանք այդ 200 հոգուն գերեվարային ու այսօր այս հարցը լուծված կլներ։ Կլներ լուծված, թե չէր լուծված։ Եթե ասենք փոխանակման հարցեր լիներ, չէ, կարային, չէ, ասենք ասեն մենք ձեր հիմա կասեն մարդիկ պատերազմից հետո գերեվարային թազա հրահարում կսնե, չէ, բա ոնց ադրբեջանցիք են մեր տղեկին խծաբերդի գերեվարեցին, պատերազմը այն վաղ ավարտված էր, չէ, որ իրանց գերեվարվեցին։ Բա եթե խի ադրբեջանցիքին թուրքին կարելի է մեզի չէ։ Հիմա ինչքան եք այստեղ պատրաստվում սպասել, ինչ գործողություններ։ Հեսա կտեսնենք, էլի ցավը տալեմ, հեսա կտեսնենք ինչ է կատարվում, վերջապես նորից եմ ասել, ոնե իրենց ողջամտությունը գնացում կաշխատի, որ իրանք կհելեն մեզի մի բան հստակ կասեն, հա, ձեր բան, որովհետև թե մարդաքանակի վերաբերվում ենք 30 հոգի պլյուս մինուս ընդ մի քանի հոգի չենք բանում, ասում ենք էդի կլինի, որ պետք է հանդիպենք, տենայինք, խոսայինք։ Պարոն Ղուկասյան, հրաժարվում եք Սարգսյանի հետ հանդիպումից, ինչու՞։ Մենք Սարգսյանի հետ հանդիպել խոսալու, Սարգսյանի հետ մազերի չափ հանդիպել խոսացել ենք։ Ամսի 27-ին էլ, որ ես եկնեմ այս փողոցի վրա, որ շրջադարձ անեմ, մեքենան կանգնեցեմ, Սարգսյան Արմանից մեքենայի դեմով եմ կանգնել, իր հետ էս չերես մեքենայի պատուան զորում ու տեղեկացեմ, որ գալիս ենք ստե ձեր շենք հյուր, սենց ճակերտավոր հյուր։ Ու ինքը իմացել է, որ մենք գալիս ենք, ես իրան ասել եմ, որ ծնողներով գալիս ենք։ Հելը կշգնացել է, եթե որ ասելու բաններ կենեք ասել սպասենք դրամ ինչ են գալի, ինչ են ասում, կասեմ կետամ։ Հիմա ինչ ունի մեզի ասել, դե տողներ ասել, դու ամսի 27-ին ասել։ Են մեզ չէ, որ։ Իսկ մուտքի դուռը փակ պահելը ինչ նպատակ է հետապնդում։ Դե որ ինչ-որ մի ձևով իրանց անհարմարություն բան անեն, որ հասկանան, որ իրանց գործողությունները տեղաշարժ արդեն սահմանափակվում է, գոնե այդ առումով կեթային ինչ-որ մի բանի, կասեն չէ, արեք ես այդ 3-5 ասեն արեք, տեսեք, շեքա շենքը աշխատանքը խաթար, հիմա որ գնանք, կարան գնանք փողոցը փագենք, без պրոբլեմ, բայց այդ փողոցը էլի կփագենք, հարցետի չի, բայց փողոցը փագենք, էլի լիքը մարդկանց նեղություն չնած, ես նորից եմ ասում, խնդրում եմ նորից մեր ազգաբնակչությունը, որ ըմբռնումով մոտենան այս հարցին, որ իրանց տված այդ անհանգստությունը, անհարմարությունը, դա մենք հենց այնպես չենք անում, պրոստը մեր հավեսի համար։ Այդ երեխեքի ճակատագրով վերջես երկիրը պետք է զբաղվի, թե չէ։ Ոնց նայում ենք զբաղվող չկա։ Խորհրդարանում են փորձում եք այս հարցը բարձրացնել, կարծեմ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպել։ Երբեք խորհրդարանը մենք էս մենակ ոչ մեծ հարցներ, Անդրանիկ Քոչարյանից մենք ուրիշ պահանջներ ենք ասում, որը հետո որ ինքը ձևափոխեց ուրիշ ֆորմատ տվեց։ Մենք իրան ասում ենք պատերազմի այդ քննիչ հանձնաժողովի ղեկավարն ես, քննիր, ճշտիր, իմացաք ով էր դավաճանով, սրիկով, այս երկիրը այսօր երեխեքին ծախեց, ով այդ տղեկին մեջքից խփեց, ով միտումնավոր տարավ։ 2 տարուց ավել Պաշտպանության նախարարությունում է տարբերացաներում է, ասում էի գեներալ Արուստամյան Կարենը հանցագործ է, 9-րդ ՊՇ-ի հրամանատարը։ Ես ասի, ես լսա, այնքան ասեցի մինչև Արուստամյան Կարենը, ասում եք ինչ հարց ունենք, Վարդանյան Կամոյի մտերիմն է։ Արուստամյան Կարենը, որը որ այս շենք բազմաթիվ անգամ մտել է արդեն ոչ ծառայության մեջ ելնելով, արդեն քրեական վարույթը վրեն կար, Արուստամյան Կարենը այս շենք մտնում հելնում էր իր
ընկերոջ մոտ հարավատարիմ, որ Արուստամյան Կարենը 9-րդ պշեն, այսինքն պատասխանատուն Ջաբրայել, Հադուտ ամենայն թեժ կետերը, որ հիմա ռոզիսկի տակ է, հենա քննչական կոմիտեն էդի կասի, որ Արուստամյան Կարենը արդեն հետախուզման մեջ է։ Այն վաղտ որ չէր փախե, բախի չէիք բռնում։ Խիտ թողեցիք այն աստիճանի հասավ, որ փախավ։ Հիմա ես կարամ մտածեմ, որ Վարդանյան կամոն այդ ամեն ինչին իրան օժանդակ է, որ ինքը կարամ ունեմ այդ իրավունքը ունեմ, քանի որ իրան մտերիմն է։ Եթե բա բռնեին։ Բայց մարդը Արուստամյանը գեներալ մայոր Արուստամյան Կարենը այդքան երեխու գլուխ տարավ կերավ, ինչի՞ չբռնին։ Լիքը հարցեր կա, ցավը տանեմ, մի հատ չի, երկու հատ չի, սենց պրոստը ես չեմ կարա այս պայսը ծաղը, պետք է նստեմ, սաղ իմի բերեմ իմ հարցերը։ Բայց ես այդտեղ խոսակցության մեջ որ հիշում եմ, ասում եմ, ես չեմ քաշվում, չեմ վախում, ես անուններ եմ տալիս։ Ոչ մեկից չեմ վախում, որովհետև ես իմ ապին պահանջը միշտ եղել է արդար, պարզ եւ մաքուր։ Ոչ իշխանություն եմ ուզել, ոչ չգիտեմ ես իմ հեղաշրջում եմ ասել, ոչ էլ ասել եմ այս մեկը վատն է, այն մեկը լավն է։ Իմ համար բոլորն են մեկ են։ Ինձ կարևորը իմ երեխու ճակատագիրն է, որի վերաբերյալ 5 տարյա տեղեկություն ունեմ, ոչ թե մենակ ես, իմ նման 190 հոգի։